Գյումրու պետական դրամատիկական թատրոնը 160 տարեկան է։ 1865 թվականին մայիսի 23-ին ժամանակի մամուլը ֆիքսում է մի փաստ, բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, ազդարարվեց ներկայացումը եւ այդ օրը Գյումրիում համաժողովրդական ցնծություններ։ Մինչ հանդիսատեսը կապրեր հերթական ցնծությունը հյուրերին աճեմյանական մուտքի մոտ փողային երաժշտությամբ են դիմավորում։ Հետո հերթը բացառիկ ցուցադրությանն էր 160 ակնթարթ մեկ ֆոտոալբոմում, թատրոնի պատմությունն ու այդ պատմությունը կերտած մարդիկ։ Թատրոնի ամենանկյուն տոնական էր, բայց օրվա տպավորիչ ակորդը պիտի հնչեր հենց բեմից, արտիստիկ համերգով։ Քանի որ ես առիթ եմ ունեցել նաև 10 տարի առաջ նշել թատրոնի 150-ամյակը, եւ ուզեցինք, որ 10 տարի անց փոքրինչ փոխվի ձևաչափը։ Եվ այսօր մենք կոտրում ենք այդ կարծրատիպը եւ 160-ամյակը նշում ենք այլ կերպ։ 160-րդ թատերաշրջանը հանարում ենք բացված։ Հոպ, հոպ, Քիչի, 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 ալե, ալե, Աճեմյանցիների նոր թատերաշրջանը սկսվեց արտիստիկ շուքով եւ շարունակելով հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին։ Թատրոնը պիտի կարողանա ստեղծագործի, թատրոնի մարդիկ պիտի կարողանան արարել եւ ամենակարևորը իր ճանապարհը հստակ գիտենա ու ընթանալ։ Թատրոնը իսկապես առաջ է ընթանում, ժամանակի ոգին զգալով, մեր կոլեկտիվ արվեստ է թատրոնը եւ սա միայն ստեղծագործական պահի համար չէ, այլ ամբողջ թատրոնի համար է։ Պինչոականից մինչև հայկական դրամատիկականի տարբեր սերունդների դերասանները բեմ բարձրացան երգով ու պարով, ֆոլկաստիկ բենդի ուղեկցությամբ, ֆանտաստիկ տրամադրություն փոխանցելով հանդիսատեսին։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով թատրոնը առավել դինամիկ զարգացողներից է։ Վերջին տարիներին էլ թատրոնը շատ լավ ցուցանիշներ ունի եւ իսկապես բազում են դեպքերը, երբ որ բեմում ներկայացում է եւ հանդիսատեսը ոչ միայն Գյումրիից է։ Շոու ներկայացման ռեժիսորն է Ռաֆայել Ասատրյանը, պարային հատվածների հեղինակը Արինա Արարատյանն է, իսկ զգեստների ձևավորողը Լուսինե Խաչատրյանը։ Արտիստիկ համերգ ներկայացումը կընդգրկվի նաև թատրոնի խաղացանկում։ Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը նշեց, որ տոնական տարին առանձնանալու է ոչ միայն նոր ներկայացումներով ու հյուրախաղերով, այլև թատրոնի տեխնիկական հագեցվածությամբ։ Լուսային եւ ձայնային տեխնիկան վերջի վերջում մրցույթը հաղթողներ է եղել, արդեն պատրաստվում են բերել տեղադրել, հույսով եմ մինչև տարվա վերջ մենք ունենանք նոր ձայնային եւ լուսային տեխնիկա։ Առաջիկայում 2026 թվականին պլանավորում ենք մեր կաթսայատան վերանորոգումը ամբողջությամբ, նախնական գնահատումը կա։ Մենք աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգնում են, որպեսզի թատրոնը զարգանա։ Իհարկե նաև աջակցել ենք այսօր այս հոբելյանական երեկոյի կազմակերպմանը։ Մշտապես առաջ շարժվելու սկզբունքին հավատարիմ աճեմյանցիներից շատերը նաև արժանացան մեդալների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի նախարարության, մարզպետարանի եւ համայնքապետարանի կողմից։ Թատրոնը առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որ մեզ այսօր բոլորիս հավաքել է այստեղ։ Ու այսօր աշխարհի բոլոր մյուզիկլները հանգստանում են
որովհետև Գյումրու դրամատիկական թատրոնը իրական շոու է ցույց տալիս։ Երևս խանդավառ եմ այնքան, որքան խանդավառ էին հին Ալեկպոլի կամարապատ փողոցներով դեպի երկրի առաջին թատրոն շտապող իմ համաքաղաքացիները։ Ժամանակից ամենակիչը մեկ քայլ առաջ են ստեղծագործող մարդիկ Գյումրու դրամատիկական թատրոնում 160-րդ տարին անընդմեջ ապացուցում են այս ասպարեզում թելադրողներից են։ «160-ամյա թատրոնը խոստանում է, 10 տարի հետո էլ շարունակելու է զարմացնել հանդիսատեսին ու ունենալ լեփլեցուն դահլիճներ»։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։